Թվեր, փաստեր եւ ֆինանսներ ամփոփում ենք շաբաթը Banks News-ի հետ։ Ծնելիության թվերի երկնի շանկում ունենք վիճակագրական կոմիտեի տվյալներով 2026-ի հունվարին Հայաստանում 2393 երեխա է ծնվել, 11%-ով քիչ, քան նախորդ տարվա հունվարին։ Հիշեցնենք, որ 2025-ի առաջին եռամսյակում արձանագրվել էր ծնունդների ամենացածր մակարդակը վերջին 100 տարվա ընթացքում։ Իսկ առողջապահության նախարարությունն ամփոփել է առողջության ապահովագրության ներդրման 100 օրը, այս ընթացքում համակարգի շահառու է դարձել 1.703.000 մարդ, ապահովագրությունից օգտվել է 614.226-ը։ Կենտրոնական բանկի տվյալներով 2026-ի փետրվարին 2025-ի փետրվարի համեմատ Երևանում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալներն աճել են 18%-ով, կազմելով մոտ 5.23 միլիարդ դրամ։ Մարզերում վարկերի թիվը մոտ 2 միլիարդ դրամ է, 32%-ով ավելի, քան 2025-ի փետրվարին։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է ընդունել մինչև 40%-ով նվազեցնել հեծի նոր բաժանոր դառնալու, իսկ մինչև 55%-ով էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման կամ նոր հզորությունների միացման վճարները։ Որոշումն արդեն ուժի մեջ է մտել։ Ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները 2026-ի առաջին եռամսյակի դրությամբ հարկատուների առաջին հազարյակը պետբյուջե է վճարել ընդհանուր ավելի քան 464 միլիարդ դրամ, 13.4%-ով ավելի, քան նախորդ տարվա առաջին եռամսյակում։ Հայաստանի 3 խոշոր հարկատուներն են Mobile Center Art-ը, Gazprom Armenian, Զանգեզուրի պղնձամոլի դնային կոմբինատը։ Հիմա գնաճի մասին 2026-ի մարտին 2025-ի մարտի համեմատ գնաճը Հայաստանում հաստատվել է 4.5%, իսկ նախորդ ամսվա համեմատ 0.7% մակարդակում։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների գներում աճը կազմել է 7.8%, ամենաբարձր գնաճը դիտվել է Երևանում եւ Վանաձորում։ Եվ վերջում 743 միլիոն դրամ են արժեցել Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման աշխատանքները։ Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում շինարարական աշխատանքները սկսել էին 2024-ի հոկտեմբերի 8-ին։